Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի ունեցել անվտանգության խորհրդի նիստ քննարկվել են տարածաշրջանում ստեղծված անվտանգային իրավիճակի, տրանսպորտային հաղորդակցությունների բնականon գործունեությունն ապահովելու հետ կապված հարցեր։ Վարչապետի կողմից տրվել են համապատասխան հանձնարարականներ։ Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Օլիվիե դե Կոտնինին։ Հանդիպման ընթացքում քննարկվել են պաշտպանության ոլորտում Հայաստան-Ֆրանսիա համագործակցության ընթացքին եւ զարգացման հեռանկարներին առնչվող հարցեր։ Փոխվարչապետ Մերգ Գրիգորյանն ընդունել է Ռոսատոմ պետական կորպորացիայի գլխավոր տնօրենի առաջին տեղակալ Կիրիլ Կոմարովին։ Կողմերը մտքեր են փոխանակել էներգետիկ անվտանգության ապահովման հարցերի, էներգետիկ ոլորտում փոխշահավետ համագործակցության եւ տարածաշրջանում էներգետիկ ռեսուրսների առևտրի զարգացման հնարավորությունների շուրջ։ Հեռախոսազրույց է տեղի ունեցել Իրանի եւ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարներ Աբբաս Արաղչիի եւ Ջեյհուն Բայրամովի միջև։ Նախիջևանի ինքնավար հանրապետությունում այսօր տեղի ունեցած պայթյուններին անդրադառնալով Արաղչին հերքել է Իրանի տարածքից հանրապետության ուղղությամբ արձակված որևէ գրակոց եւ հայտարարել, որ երկրի զինված ուժերն անցկացնում են անհրաժեշտ հետաքննություններ եւ հետաքննություններ հարցի վերաբերյալ։ Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հական Ֆիդանն Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի հետ հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են Նախիջևանի վրա հարձակումը, կողմերն այլ մանրամասներ չեն հաղորդում։ Սակայն Մինվալազը գրել է, որ քննարկման թեման եղել է կողմերի միջև կնքված Շուշի հռչակագրով ստանձնած պարտավորությունները։ Հայաստանի գավաթի խաղարկության քառորդ եզրափակչի առաջին խաղում Փյունիկը ջունիոր սպորտ մարզադաշտում 1-2 հաշվով զիջել է երկրի գործող չեմպիոն եւ գավաթակիր Նոային։ Պատասխան հանդիպումները կկայանան մարտի 31-ից ապրիլի 3-ն ընկած ժամանակահատվածում։